շնորհակալություն սիրելի Հովիվ Արմեն, սիրելի ընկեր, տաք խոսքերի համար ու սա ոչ թե ուղղակի սիրալուրությունների փոխանակում պետք է հիմա լինի, իմ մասին ասեցին, ես էլ պետք է բաներ ասեմ, բայց ես մաքսիմալ հետաքրքրված եմ, շահագրգռված եմ հենց այդ պատճառով, որ մենք 33 տարվա ընկերության եղբայրության ենթապատմություն ունենք, դրա համար իհարկե շատ հետաքրքրված եմ, որ այն ծառայությունը, այն կոչումը, որը որ դու տենց իրոք քաջ ու համարձակ տանում ես, ամենաբարձրը դու ես փառաբանում, ամենահամարձակը դու ես, ու դա շատ լավ Հովիվի օրինակ է։ Նենց որ շնորհակալություն Աստծուն քո նման թանկ, համարձակ, նվիրված ընկեր, եղբայր ունենալու համար, թե մեր կյանքում, թե ընդհանրապես Աստծու ընտանիքում։ Ես շատ անկեղծ եմ այս բառերը, որ ասում եմ, շատ եմ քեզ սիրում, գնահատում, դարաժու, որ ասում են, հա, տենց։ Ու մի քիչ առաջ ընկնելով ասեմ, ճիշտ ասած, ես հայկական կրթություն ունեմ, բայց քանի որ երկար տարիներ եղել եմ Ռուսաստանում ու իմ Աստվածաշունչը ամենաառաջի օրվանից ռուսերենը մի քիչ տենց ոչ թե մի քիչ սովորել եմ ռուսերենի, մեր քաղաքում մենք մեր եկեղեցում ռուսերեն ենք քարոզում, դրա համար ձևեր չեմ թափում, բայց մեկ կարող է ասենց պլստացնեմ, էլի, հա, այդ ռուսերեն բառերը, խնդրում եմ դուք շատ մեծահոգի գտնվեք ու ներողամիտ եղեք։ Երբ որ հանկարծ այդքան էլ հասկանալի չի լինի, ես կաշխատեմ իմաստը թարգմանել։ Չնայած այդտեղ հիմա իմ դեմ հայկական Աստվածաշունչը, ես առաջի անգամ պետք է օգտվեմ քարոզելուց ու մինչև որ կանցնեմ քարոզին կամ վկայությանը, դա համ քարոզ է, համ վկայություն է, դա իմ կյանքի վկայությունն է, ուզում եմ նորից ասեմ, որ իմ համար շատ մեծ պատիվ է, գիտեք ինչ, գլխավոր նշաններ ես 33 տարի, որ ես Աստծո մեջ եմ, որից մոտավորապես 28 տարին Աստվածաշնչյան դպրոց կամ հովիվական ծառայության մեջ ծառայում եմ, միշտ ունեցել եմ այդպիսի մի հատ նշան իմ մեջ, մանավանդ հիմա ինձ դա շատ կարևոր ասել, վկայել, որ ես միշտ ուզում եմ, որ իմ մեջ այսպեսի հուզմունք լինի այդ ծառայությունից առաջ, այն որ սիրտը միջից հենց արագ է թակում, հա, խփում, այդ ռուսերենում ասում են վալնիենիե, ու ինձ դա շատ ուրախացնում է, որ ես չեմ վստահում, չեմ ապավինում իմ տարիների փորձին, որ պետք է դուրս գամ ու տենց փորձ ունենալով կամ ինչ որ տենց որոշակի հռետորական կարողություններ ունենալով Աստծո խոսքը քարոզեմ, վստահ լինելով, դե գիտեմ, էլի, այսքան տարիներ քարոզում եմ։ Ես շատ ուրախ եմ, որ այդ հուզմունքը կա ներսում, դա նշանակում է, որ այդ պատասխանատվությունը, որ Աստված այստեղ է, սա ոչ թե բանի երեկո է կամ հավաքույթ է, հա, որտեղ մենք մեր խոսքերով պարծենում ենք կամ մեր կարողություններով Աստվածաշունչը քարոզելու, այլ Աստծո ներկայությունն է ու իմ ցանկությունն է, իմ աղոթքն է, որպեսզի Աստծո խոսքը մեզ որպես եկեղեցի կառուցի, շինություն տա, լցնի որպես խոսք մեզ վիտամիններով, այդ անհրաժեշտ կալորիաներով, որոնք որ ձևավորում են Աստծո մարմինը, Աստծո այդ հոգևոր օրգանիզմը, որովհետև ես չեմ ուզում ուղղակի մտածեմ, թե ինչ խոսք պետք է, ինչ քարոզ ընտրեմ, որ ձեզ զարմացնեմ, որ ձեր վրա տպավորություն թողեմ, որովհետև դա ավելի շատ մանկություն է։ Ինձ չի սազում, ոչ իմ բոյին է սազում, ոչ էլ իմ անցած կյանքին է սազում, որովհետև ես պատկերացնում եմ Աստծո խոսքն է տենց ասում, ես ուղղակի պատկերացնում եմ այդ խոսքի հիմքի վրա, որ Աստծո եկեղեցին դա որպես շինարարություն, հա, տենց ռուսերենում գրված է դամաստրայիտելստո, այսինքն Աստծո տան շինարարություն է գնում։ Դա ոչ թե արդեն ավարտված բան է, որ հələ տենց մի 30 տարի առաջ ավարտել ենք, դա անընդհատ կառուցվող բան է, դա մեր փոխհարաբերություններն են։ Ու եթե մենք պատկերացնում ենք այդ շինարարությունը, դա միշտ տեսնում ենք, որ կա փոշի, կա շինարարական նյութեր, մատերիալներ, դա անընդհատ տենց կառուցողական process է, որը որ ոչ միշտ է հաճելի տենց աչքի համար, որտեղ եթե պատկերացնենք իրոք ֆիզիկական շինարարությունը, դա միշտ փոշի, տենց քարուքանդ եղած բաներ ու մարդիկ են շինարարներ են, որոնք որ չեն հագնում նարնջագույն գույնի կոստյումներ կամ ֆիալետովի կոշիկներ։ Դուք հասկանում եք, դա ոչ մի ձևով չի տեղավորվում շինարարության բանի մեջ։ Եթե պատկերացնենք ինչ որ մեկը սենց ասում են պիժոն, չէ, տենց հագնված, սենց ինչ որ շատ տարօրինակ հագնված, դա շինարարության այդ ընդհանուր թեմայի մեջ չի մտնում, չի տեղավորվում։ Ես սա այդ համեմատությունն եմ անում, որ պետք չի, որ ես ինչ որ մի հատ սենց ասեմ ինչ քարոզ բռնեմ, սենց
բան էլ նարնջագույն գույնի քարոզ ձեզ զարմացնելու համար։ Ես անպայման ուզում եմ, որպեսզի այն խոսքը, որը որ այսօր կվկայեմ, որ դա լինի որպես սա բնական է, հա, անհանգստանալու բան չկա, դե լավ։ Ուզում եմ, որ դա իրոք շինություն ու կառուցողականություն բերի մեզ։ Ու իրոք աղոթում եմ, որ դուք ուշադիր լինեք, իրոք ցանկանում եմ, խնդրում եմ, որ դուք ուշադիր լինեք ու ամեն բառը փորձեք, որ դա անգնի ձեր սրտի մեջ, ձեր հոգևոր հասկացողության մեջ։ Ու քիչ հետո ես կասեմ իհարկե, քիչ հետո կասեմ ոնց է, տենց հիմա ընդունված ասել, ոնց է վերնագրված, այս խոսքը, բայց այս խոսքը վկայությունն է ու այս պատճառներից մեկը, որ այս խոսքը հենց ես գիտեմ Աստծուց, որ սա պետք է հիմա դա հռչակվի, դավանվի, ասվի, առաջի հերթին, որ դա Աստծո խոսքում գրված է։ Պողոս առաքյալը տարբեր իր ուղերձներում ասում էր հետևյալը, որ հիմա մենք ավելի մոտ ենք փրկությանը, քան թե այն օրը, երբ որ փրկվեցինք։ Մի ուրիշ տեղ նա ասում է Եբրայացիս ուղերձում, նա ասում է հետևյալ բանը, որ որոնցների մոտ նա նույնիսկ անուններ չի տալիս, ոմանք է համարում մարդկանց, ում մոտ որ կա այդպիսի վատ սովորություն թողնել իրենց ժողովքը, իրենց հավաքույթները։ Ու նա ասում է, որ մի ունեցեք այդպիսի վատ սովորություն թողնելով ձեր ժողովները, ձեր ծառայությունները, մանավանդ, որ տեսնում եք, գիտակցում եք այն օրվա մոտեցումը, այսինքն որ մենք մոտենում ենք այդ օրվան։ Եթե մենք նայենք կոնտեքստ ոնց է հայերեն, համատեքստի մեջ եթե մենք նայենք այդ ինչ օրվա մասին է, իհարկե թե աստվածաբանական իմաստով, թե բոլոր տրամաբանություններով խոսքը գնում է Քրիստոսի գալստյան մասին։ Իսկ Քրիստոսի գալստյան այդ գլխավոր այդ ճշմարտությունը, այդ ուրախալի մեզ համար, բայց միաժամանակ եւ շատ Աստծո վախով լցված այդ ճշմարտությունը իհարկե խոսում է, որ եկեղեցին պետք է մի օր հափշտակվել, չվախենակ, ես հիմա չեմ խոսալու վերջին օրերի այդ սարսափելի կամ ոչ սարսափելի իրադարձությունների մասին, բայց մեր գլխավոր սպասումներից, մեր գլխավոր այդ ոնց որ նպատակները, կուլմինացիան մեր հավատքի, ամենա այդ վերջավոր բաները, ինչի համար որ մենք կանչված ենք ու ձգտում ենք, դա բնականաբար դա Քրիստոսի գալն է, դա ամենացանկալի իրադարձությունն է, որ կարող է լինի, եւ դա ուղեկցվելու է եկեղեցու հափշտակության։ Այսինքն փրկություն բառը, երբ որ Պողոս ասում է, որ մենք այսօր ավելի մոտ ենք փրկության, քան թե երբ որ մենք ապաշխարեցինք, դա երկու բան կարող է նշանակի։ Դա կարող է նշանակի այն, որ երբ որ ցավոք սրտի չեմ ուզում ոչ մեկս այդ բանը մեզ վրա պատկերացնենք, բայց այնուամենայնիվ դա մեր իրականությունն է, որ երբ որ հավատացյալ մարդիկ ննջում են, ու իհարկե դա իրանց համար այդ վարքյանը, այդ պահը արդեն իրանց փրկության բանն է։ Եթե նրանք հավատարիմ են, եթե սուրբ են, եթե պահպանել են Աստծո պատվիրանները, եթե արդար են Աստծո առջև, իհարկե դա իրանց հենց այդ փրկության սկիզբն է, այդ փրկությունը մտնում է հավիտենական ֆազայի մեջ։ Եվ մյուս բանը, որ նշանակում է, ինչ է նշանակում, որ մեծ մոտ է փրկությունը, կամ որ Պողոս ասում է, որ այդ օրը մոտենում է, այդ ինչքան որ մենք գիտակցում ենք, ինչքան որ մենք հասկանում ենք, որ գնալով մենք մոտենում ենք այդ օրվանը, Աստված տա, որ մենք իհարկե այն սերունդը լինենք, որով որ կտեսնենք մեր աչքերով։ Ես շատ կուզեի իհարկե մեր աչքերով տեսնենք Քրիստոսի գալուստը, ու մենք որպես եկեղեցի հափշտակվենք, դիմավորենք ու հետո գայինք ստեղ, ինչպես որ Աստծո խոսքը սովորացնում է, 1000 տարի, ինչպես արդարները պետք է ուպրավլյայց, կառավարեն, ղեկավարեն այս երկրի վրա։ Դա իհարկե հիմա դրա մասին չի խոսքը, բայց դա է նշանակում Պողոսի ասած այդ օրը, այդ X օրը։ Ու սա նշանակում է, որ ինչքան որ մենք մոտենում ենք, այն խոսքը, որ ես որպես վկայություն ասում եմ, դա դառնում է շատ տեղի, շատ ակտուալ, այսինքն այդ խոսքը, այդ խոսքի մոտիվացիան, դրդապատճառը դուրս է գալիս նրանից, որ ես ինքս սրբորեն հավատում եմ, որ մենք ամեն օր ավելի մոտ ենք մեր փրկությանը, քան թե երբ որ մենք ապաշխարեցինք։ Դրա համար ինձ համար որպես վկայություն, սա նորից եմ ասում, սա իրոք եղել է իմ համար ինչ որտեղ նույնիսկ ես կարողա դաժե ավելի շատ հակավկայություն ասեի, բայց միևնույնն է դա վկայություն է իմ համար։ Ու վկայությունը, մինչև որ ես կարդամ խոսքերը, սկսեց նրանից, որ 2 տարի առաջ ինձ հետ շատ վատ դեպք պատահեց, դա հերթական կան այդպիսի հասկացողություն, չգիտեմ հայերեն այդ բառը չգիտեմ, բայց պոլիպներ կան, գիտեք, հա, դա աղիների մեջ ինչ որ այդպես փոքր գայացություններ են,
տարբեր պատճառներով հիմա տենց դա բժշկությունը կարողանում է ստուգի, մտնում են աղիքների մեջ, կոչվում է կոլոնոսկոպիա, ու դեռնով ստուգում են թե ինչ կա աղիքների մեջ։ Ու աղիքների մեջ հիմա տենց մարդկանց ովքեր միգուցե կերակուրի պատճառով, միգուցե նստակյաց կյանքի պատճառով, пассив կյանքի պատճառով լինում են տենց գոյատություններ, կոչվում են պոլիպներ։ Ու ինձ երբ որ հայտնաբերեցին պոլիպներ իմ աղիների մեջ ու նշանակեցին պոլիպների հեռացման այդ օրը, հա, այդ վիրահատությունը, ու այդ իմ որոշ մոտիկ մարդիկ գիտեն դրա մասին իմ ընկերները, ու այդ հեռացման օրը, երբ որ ես գնացի վիրահատության, ինձ անհաջող, շատ անհաջող վիրահատություն արեցին, ու այդ պոլիպները վառելու ժամանակ վառեցին ու ծակեցին իմ աղին։ Ու այդ նույն մարդը, որ ինքը ինձ ասում էր, որ գիտեք ինչ ասում էր, ռիսկերի մասին երբ որ նա խոսում էր, ասում էր, երբ որ մարդու աղին ծակում է, երբ որ մարդու աղին ծակում է, 2 ժամից սկսված դա կարող է մահացու դեպք լինել մարդու համար, որտեղ դա ինֆեկցիա է անցնում, թույնավորվում է ամբողջ օրգանիզմը, ու դա իհարկե շատ տրագիկ ողբերգական վերջ կարող է ունենալ։ Ու այդ մարդը, որ ինձ զգուշացնում էր այդպես բաները, ու այդ մարդն հենց իմ աղին ծակեց։ Ծակեց, ժամը 2-ին վիրահատությունը վերջացավ, ես ամբողջ գիշեր ունեի շատ ուժեղ ցավեր, ունեի մեծ ջերմաշճան, հա, ջերմաշճան, շատ բարձր ջերմություն, ես չգիտեի, որ ինձ ծակել են իհարկե, բայց ինձ շատ վատ էի զգում, ու առավոտյան եկան, ասեցին, որ ես ասեցի, որ շատ վատ եմ զգում, ասեցի, որ սարսափելի գիշեր եմ անցկացրել ցավերի մեջ, զառանցանքների մեջ, այնքան բարձր էր, որ միանգամից տարան ինձ կատե անելու, այդ կատեն հայտնաբերեց, որ ծակել են իմ ու երկար բարակ չեմ ուզում ասեմ, ու ինձ միանգամից ուրիշ հիվանդանոց տեղափոխեցին կյանքս փրկելու։ Այդ փրկելու ընթացքում նորից բացեցին ինձ վիրահատություն, աղին, դա այդքան էլ տհաճ, շատ տհաճ բաներ է, չեմ ուզում որ դա պատկերացնեք, բայց դա աղին հանում են կողքից, որպեսզի այդ հասցնեն այնտեղ ոչ մի ինֆեկցիա չանցնի, հասցնի փակվի ինքն իրան այդ մասը, որտեղ որ ծակված է, ու ես 4 օր վերակենդանացման բաժնում պարկած էի։ Առաջի 2 օրը կարելի է ասել դա համարյա թե մահամերձ չեմ ուզում ասեմ, բայց շատ մոտիկ էր դա։ Ես առաջի 2 օրը մտածում էի, որ երևի էլ չեմ ապրի։ Մտածում էի, որ չեմ դուրս գա այստեղից։ Բայց շատ ավելի ճնշումների պատճառով էր, երբ որ գալիս էին ինձ բժիշկները ստուգելու, թե իմ այդ վիրահատությունից հետո իմ աղիները աշխատում են, գործում են, թե չեն գործում, նրանք այդքան էլ այտենց բավականացված, բավարարված հայացքով չէին գնում ինձանից, սենց մի քիչ գլուխները սենց էին անում ու պատրաստում էին, եթե հանգարց տեսնեն չի գործելու, ավելի բարդ բաներ էին պատրաստում անեն ու ես ճիշտն ասած շատ դրանից վատ էի զգում ու իրոք շատ մեծ ճնշումներ կար ինձ վրա, մինչև որ կնոջիցս նամակ ստացա, մի հատ փոքր էսպեսի նամակ գրված, որ չվախենաս, ես քեզ շատ սիրում եմ, ոչ մի բան քո հետ չի լինի, ես վաղ ամեն ինչ կանեմ, կմտնեմ քո մոտ վերակենդանացման բաժին, դա իհարկե անհնար բան է Ռուսաստանում, ու բայց երրորդ օրը նա մտավ իմ մոտ ու իհարկե այդ ամբողջ այդ վատ մթնոլորտը, այդ մահվան հոտը վերացավ, գնաց ու ես իհարկե դեպի լավը գնացի, բայց ինչի եմ այս բանը պատմում ու 4 օր այդ վիճակում 4 օր իսկ առաջին 2 օրը այտենց մահվան այդ հոտով, այդ ճնշումով շատ վատ մտքեր ու դա մի ամբողջ, ասենք, ոնց որ մի ամբողջ կյանք sense շրջանառության մեջ էր, իմ մտքերի մեջ, հայացքների մեջ, իմ կյանքը դարավ ռուսերեն ասում են դոյի պոսլի։ Մինչև եւ հետո, հա։ Այդ ու 4 օր ու այդ 4 օրվա մեջ ես ուզում եմ ասեմ, որ այդպես չէր, որ գիտեք ինչ, ես ունեի սարսափելի ցավեր, ունեի վախեր, ու այդպես չէր, որ Աստված եկել էր իր սիրով ինձ կարող ուրիշ տեղ պետք է գնամ կանգնեմ, հա, ինձանից չի։ Այդպես չէր, որ Աստված եկել էր ու սենց իր սիրո ադյալով ինձ փաթաթել էր, ինձ ցավազրկել էր իր ներկայությունով, ու ես ոչ իման չէի զգում, ու ես սենց լողում էի, սենց կամ թռչում էի Աստծո ներկայության մեջ, բոլորովին այդպես չէր։ Այնպիսի տպավորություն էր, որ Աստված ինձ թողել է։ Այնպիսի տպավորություն էր, որ ինձ ավելի մոտիկ է հիմա այդ մահվան հոգին, այդ սատանայական թշնամի մտքերը, քան թե Աստված, քան թե Աստծո խոսքը, բայց դրա հետ մեկտեղ 4 օր, 4 քարոզ։ 4 ես նկատի չունեմ, որ ինչ որ մեկը քարոզում էր, կամ ինչ որ մեկի մեջ քարոզներ էր գրում, բայց այն վերապրումները, որ ես ունենում էին, մտքերը, որ գալիս էին, դրանք ոնց որ ձևավորվեին իմ մեջ խոսքի վկայության կամ ինչ որտեղ նույնիսկ հակավկայության։ Ու ես հիշում էի խոսքերը Պողոս առաքյալի, որը մի անգամ ասում է, գրում է իր խոսքի մեջ, որ
ահա ես իմ ընթացքը ավարտեցի, իմ կոչումս կատարեցի, հավատքս պահպանեցի եւ հիմա այդպես վստահ արխային գնում եմ Աստծո մոտ, որովհետեւ ինձ պատրաստված է փառքի պսակ։ Եվ այդ խոսքերը իմ մեջ որպես տրամաբանական վերջ յուրաքանչյուր Աստծո զավակի, որ այդպես է պետք է լինի, որ յուրաքանչյուր Աստծո զավակ կանգնի Աստծո առջև ու վստահ լինի, որ լսելու է Հիսուսի խոստացված խոսքերը, իմ բարի հավատարիմ ծառա, մտիր քո Տիրոջ ուրախության, երանության մեջ։ Ու երբ որ ես այդտեղ պարկած էի անշարժ ու շատ վհատված, շատ տանջված ցավերի մեջ ու մանավանդ այդ մահվան այդ ճնշման մեջ չհավատալով, որ ես կապրեմ, այդքան չէի հավատում, որ ես իհարկե իմ հետ լավ կլինի ամեն ինչ, մտածում էի, որ կմահանամ, բայց ես սարսափով հայտնաբերեցի, որ ցավոք սրտի ու դա ինձ շատ էր ճնշում ու դա ինձ իրոք լացացնում էր, ես հայտնաբերեցի, որ ես չեմ կարող Պողոսի նման այդպես վստահ, այդպես պարզ ասեմ, որ հավատքս պահպանեցի, ընթացքս անցա, կոչումս կատարեցի ու հիմա կմտնեմ Աստծո մոտ ու ինձ պատրաստված է պսակ ու կլսեմ այդ ամենացանկալի խոսքերը երևի ու դա ինձ շատ էր ցավացնում այդ փաստը, որ ես պատրաստ չեմ այդ խոսքերը լսելու, ես պատրաստ չեմ, իմ արդարությունը այտենց համարձակություն չուներ։ Հիմա մի մտածեք, թե ինչի պատճառով, հիմա դա չի այդքան կարևորը, դա չի այն հարցը, որ մտածեք ես մեղքեր եմ գործել, թե ինչի պատճառով, ամեն դեպքում այսքան մասն է այդ հակավկայությունը, որ ես պատրաստ չէի, ես պատրաստ չէի, մտածեի, որ ինձ ամենալավ, ամենաերանելի տեղն է սպասում, ամենաերանելի հավիտենական այդ իրականությունը։ Ես պատրաստ չէի, դրա փոխենք, հա։ Պատրաստ չէի այտենց վստահ լինեի, համարձակ մտածեի, ու դա ինձ նորից եմ ասում շատ էր ցավ պատճառում ու ես իհարկե անընդհատ այտենց ապաշխարության լացի մեջ էի, թե ինչն է պատճառը, ինչի ես չունեմ այդ համարձակությունը ու ես այդ օրերին, որ պարկած էի ու ոչ միայն այդ օրերին, հետո իհարկե այն ինչ որ ձևավորվեց իմ մեջ որպես քարոզ, որպես ցանկություն կիսվել դրա մասին, ես մտածում էի ու տեսա, որ երկու բան ինձ առնվազն պակասում էր, որպեսզի այդ օրերին պարկած վիճակում ես լինեմ սենց Աստծո փառքի վկայությունը, ոչ մի բանից չվախենամ, ոչ մի սպասումներից չհիասթափվեմ ու հենց այդ երկուսը, ինչի մասին որ ուզում եմ ասեմ, դրանք էլ դարձան հենց այսօրվա քարոզի թեման ու վերնագիրը։ Վերնագիրը, այսպես ասեմ, եթե բանի համար է, ձայնագրության համար, հենց ավելի գրագետ արտահայտվեմ, ասեմ երկու ընկեր։ Ինչ որտեղ երկու լավագույն ընկերը, չնայած երկուսը այստեղ շատ պայմանական է, դա տենց չի, որ իմ ասածները դա վերջնական ու միակ ճշմարտություններն են այն խոսքի շուրջ, ինչ որ ես ասելու եմ, պայմանական է, դրանք կարող են 3 էլ լինեն, 4 էլ, 6 էլ, բայց իմ վկայության այդ համատեքստի մեջ թող լինեն երկու ընկերը։ Իսկ եթե մի քիչ մեր բառերով ասենք ավելի հասկանալի լինի, որտեվ մեր առանձնահատկությանը, մեր ազգային կուլտուրային առանձնահատկությանը բնորոշ են ավելի շատ այս բանը, որ ես ասեմ էլի, որ ինչ շրջապատ ունեմ։ Մեր համար շրջապատ հասկացողությունը դա շատ կարևոր, շատ բարձր, շատ մոտիկ հասկացողություն է։ Ռուսերեն լեզվով, ռուսական մշակույթի մեջ, կուլտուրայի մեջ փոխհարաբերությունների դա այդքան էլ ակտուալ չի, այդքան էլ տեղին չի։ Դրա համար ես երբ որ այս քարոզը քարոզում եմ ռուսերեն, ինձ պետք է երկար բացատրեի, թե ինչ նկատի ունեմ շրջապատ ասեմ, բայց մենք շատ լավ գիտենք ինչ է նշանակում լավ շրջապատի տղա։ Աղջիկներին այդքան էլ չի սազում։ Ու այդ լավ շրջապատը ինչ է մեր մեջ նշանակում, ինչ մենք նկատի ունենք։ Մենք նկատի ունենք, որ քո շրջապատում կան մարդիկ, որոնք հարցեր լուծող մարդիկ են, տղերք են։ Լավ շրջապատ տրամաբանությունով, եթե պետքա բոլոր մյուս ազգերի մեջ կմտածեին երևի այս տղան ունի ինչ որ ջութակահար ընկերներ, թավջութակ նվագող, գեոդեզիստ, չգիտեմ, կամ բայց մեր հասկացողության մեջ հայկական համաձայն եք, որ թավջութակ նվագող տղեն էդի լավ շրջապատ չենք համարում։ Մենք կարող ասենք, չէ, չեմ ճանաչում տենց տղա։ Կամ ինժեներ գեոդեզիստ։ Չգիտեմ, դուք ինքներդ կարող եք շարունակել ես, որովհետև մեզ բնորոշ չի լավ շրջապատը համարենք
այդ տենց մարդիկ, որտեղ տենց կրթված, տենց ինչ որ պապկաներով գնում են երաշտական դպրոց կամ տենց այդ մենք ուրիշ հասկացողություն ենք, ուրիշ դեմքեր ենք պատկերացնում։ Համաձայն եք, հա? Հարցեր լուծող են, մի զանգով, որ հարցեր են լուծում, էլի։ Տենց առոք փառոք էլի են մեր տենց մեր շրջապատի մարդիկ, ում մենք համարում լավ տղա է, ասենց այդ դաժե այդ լավ տղեն ասելուց դաժե բանն է փոխվում, չէ՞, կոկորտից ձայնը լավ տղա է, ասենց։ Ու ես ուզում եմ ասեմ, որ մենք որպես հոգևոր մարդիկ, որպես Աստծո զավակներ, ես հասկացա այդ պարկած տեղը, որ ես լավ շրջապատի կարիք ունեմ։ Ու երկու ընկերոջ կարիք ունեմ մշտապես։ Ու ես ուզում եմ, որ դուք այսօր լսեք, միգուցե դա ձեր ընկերներն են։ Դա իրականում ընկերներ չեն, ես նկատի չունեմ կոնկրետ անձեր։ Ինչի մասին որ ես խոսամ, դա անձեր չեն։ Բայց եթե փոխաբերական իմաստով, որպեսզի մենք ավելի լավ այդ պատկերը տեսնենք, հա, ասենց պատկերավորենք այդ երկու ընկերները, որոնք որ իրականում երկուսը չեն, որովհետև ամեն մի այդ ընկերը իր միգուցե հարազատ փոքր կամ բարձր եղբայր ունի, մեծ տարիքով մեծ, կամ այդ դվայորնի չգիտեմ ոնց են ասում հայերեն, ասում են, հա, նու քերու տղերք ունի, էլի, տենց հարազատ, որ իրար բարեկամ հոգիներ են, բարեկամական կապեր ունեն, ու ես կասեմ, բայց դրանք իրականում անձեր չեն։ Ու ես հասկացա, որ ես այդ երկու ընկերոջ կարիքը շատ ունեմ, մինչև իմ վերջին վայրկյանը, ինչքան որ ինձ տրված է ապրելու։ Որտև մի անգամ Պետրոսը ասեց, որ հիմա հասկանալով, որ ինչ կյանք է մեզ սպասում, հասկանալով ինչերի մեջով ենք անցնում, հասկանալով թե ինչ ժամանակներ է մեզ սպասում, չեմ ուզում դա երկարացնեմ, չեմ ուզում դա վախացնեմ դրանով, դա շանտաժ չի, բայց իրականում եթե դուք կարդում եք, ուսումնասիրում եք Աստվածաշունչը, դուք կտեսնեք, որ վերջին ամենավերջին իրադարձությունները այս երկրի պատմության մեջ դրանք իրականում սարսափելի իրադարձություններ են, բայց Պետրոսը ասում է եւ հասկանալով դա ուրեմն մտածեք, ուրեմն մի հատ դրա մասին սենց հաստատ պատկերացրեք, որ մեր մարմնում մնացած օրերը, ինչքան որ մեզ մնացել է, ինչքան որ մնացել է ապրել այս մարմնի մեջ, ուրեմն թող դա կրկնակի բազմապատկված նվիրված լինի Աստծուն։ Այ ինչքան որ ձեզ մնացել է ապրելու, ինչ որ որոշ բաներից հետո, Պետրոսը ասում է, ուրեմն լիովին նվիրեք Աստծուն։ Այ ես հիշում եմ, դա էլ էր իմիջիալոցի մեջ քարոզ, ես դա չեմ քարոզի, բայց ես հիշում եմ Սամսոնին, եթե հիշում եք, Սամսոն մի հատ հերոս կար, աշխարհի երևի ամենաուժեղ մարդը, գերբնական ուժին տիրապետող մարդ էր, ու Սամսոնի կյանքը դա մաստեր կլաս է մեր համար։ Սամսոնի կյանքը, ինչպես գրած է, որ վերջին օրում, ինքը իր վերջին օրը որ ապրեց, ավելի մեծ հաղթանակ տարավ իր կյանքում, քան թե մինչև այդ ապրած օրը։ Ու Պետրոսը ոնց որ մոտարապես դա ասի, որ այնքան ինչքան որ դες մնացել է սրանից հետո, ամեն օրը կարող ես գիտակցել, որ ինչքան որ մնացել է այս մարմնում օրեր ունենալ, թող դա ավելի մեծ հաղթանակ լինի, ավելի մեծ Աստծո կամքը կատարելու ցանկություն ու ամենակարևորը գիտակցություն լինի, քան թե մինչև այդ որ ապրել եք։ Ու այսօրվա իմ ասածը դրա մասին է, ուրեմն երկու ընկեր, առաջին ընկերոջ անունը դա Աստծո երկյուղն է։ Աստծո երկյուղը, Աստծո վախը։ Ես իմ մեջ որոշում արեցի, ասեցի, ես ուզում եմ, որ Աստծո վախը, իհարկե, մենք բոլոր տեսակետներից անընդհատ էլ օգտագործում ենք այս բառերը։ Ուղղակի, որպեսզի ինձ դա ավելի մշտական հասկանալի լինի, մշտական հիշեցնող բան, ես համարեցի, որ ինքը պետք է իմ ընկերը դառնա։ Աստծո վախը ընկեր։ Ու որպես հաստատություն բնականաբար, ինչքանով է Աստծո խոսքը հաստատում Աստծո վախի մասին, որ ինչն է Աստծո վախը մեզ համար։ Իհարկե, տենց ընդհանուր եկեք ես ձեզ տեղեր տամ, առաջի հերթին դա իմ մոտ ստեղ շատ բաներ կան, տենց էջանշաններ են կոչում, երկրորդ օրինաց 6-րդ գլուխ 13-րդ խոսքը, դա կարող է այստեղ էկրանների վրա տեսնեք, որտեղ որ պատվիրանի հիմքն ու սկիզբն է, այդպես է սկսում պատվիրանը, մի քանի տեղ, սա ուղղակի մի քանի տեղեր ունի, որտեղ կրկնվում է, դա եւ Ելից գլուխը, եւ Ղևտացի գլուխը, եւ գիրքը, եւ երկրորդ օրինաց, որտեղ Մովսեսը կրկնում էր արդեն օրենքը եւ ասում էր. լսիր Իսրայել, դա Աստծո ընտրված ժողովուրդն էր, ու սկսում է այսպես. լսիր, քո Տեր Աստծուն ծառայիր եւ նրանից վախեցիր։
եւ նրան պատվիր եւ նրան երկրպագիր, դա իհարկե շարունակվում է, այս նույն բանը կրկնվում է 10-րդ գլխում, 20-րդ խոսքում, Իսրայել, լսիր Աստծո ժողովուրդ, քո Տեր Աստծու վախ ունեցի, վախեցիր քո Տեր Աստծուց։ Ու գիտեք, ժամանակին ես հիշում եմ, որ ես էլ ու մենք էլ բոլորս էլ միշտ ուզում ենք փապկացնել այդ բաները, այդ անկյունները, որ հանգարց չմտածեք Աստծո վախը sense որպես վատ բան, որպես sense գերի ընկած, որպես sense վախեցած, հա ու մենք միշտ փապկացնում ենք, իհարկե դա իր մասով ճշմարտություն ունի, իհարկե դա իր տրամաբանություն ունի, որ մենք չենք ուզում Երևանք ռուսերենում այդպեսի բառ կա, կներեք, զաշուգննի, sense վախեցած, էլի, sense անընդհատ ինչ-որ մի բանից վախեցած։ Ու այդ աղբյուրը ինչից որ մենք վախեցած ենք, դա բնականաբար ավելի բացասական կերպար ունի, այս դեպքում, երբ որ մենք օգտագործում ենք այդ վախեցած բառը, բայց ստեղ, որպեսզի մենք տեսնենք, որ ինչի Աստծո վախը, ինչի է դա դրական, ինչի է այդ Աստծո վախը մեզ համար պարտադիր բան, պարտադիր պատվիրամ, պարտադիր, այ ոնց որ ասացի, ընկեր լինի, որովհետև մենք չենք խոսում այդտենց վախեցած լինելու այն պատճառով, որ Աստված ում մասին, որ մենք տեղեկություն ունենք, ում մասին, որ մենք պատկերացում ունենք, որ նա ավելի շատ չար բաներ անելու հակված անձ է, ասես թե, որը որ միշտ հենց հերթապահում է, նայում է, թե ով կսխալվի, որպեսզի միանգամից պատժի, ասես թե Աստված այդպեսինն է, Աստված բոլորովին այդպեսին չի, մեր գլխավոր հայտնություն Աստծո մասին, որ Աստված սեր է, Քրիստոս ասում էր, Աստված սեր է, դա է գլխավոր հիմքը, դա է գլխավոր բովանդակությունը, դա է այդ հոգու կանոնադրությունը, Աստված սեր է։ Դրա համար իհարկե առաջինը ինչ որ մենք ունենք Աստծուն մեր հարաբերությունների մեջ, դա իհարկե պատասխան սերն է։ Բայց վախը, Աստծու վախը, դա շատ տրամաբանական է։ Այն Աստված, ում ձեռքերն է մեր հավիտենականությունը, հավիտենական կյանքը, նրա երանելության մեջ, թե չտա Աստված ավելի սարսափելի տեղերում, բնականաբար դա շատ տրամաբանորեն է, դա շատ տեղին է, որ մենք Աստծու վախ ունենանք, որտեղ Աստծու վախը դա մեղքը ատելու հիմքն է, Աստծու վախը չարից հեռանալու, չարը ատելու, անօրենությունը չսիրելու, ինչպես որ գրված է, դու սիրեցիր Քրիստոսի մասին մարգարեությունը, սիրեցիր ճշմարտությունը եւ ատեցիր անօրենությունը, դրա համար Աստված օծեց քեզ, քո բոլոր մյուս եղողներից ավելի շատ։ Ուրեմն Աստծո վախը իհարկե դա մեղքը ատելն է։ Ու սա ուղղակի բառեր չեն, սա ներսի էություն է։ Ու այդ էությունը ձևավորվում է, երբ որ մենք Աստծո խոսքը վերցնում ենք որպես մեզ ձևավորող, մեզ կրթող կյանք հոգի, որտեղ ես միշտ եմ դա ասում, միշտ դա կրկնում եմ, չեմ ամաչում կրկնվելուց, չեմ մտածում, որ կասեն էլ երևի ուրիշ բան չգիտի, անընդհատ դա կրկնում եմ։ Ես չեմ քաշվում դրանից, չեմ կոմպլեքսավորվում, ու ասում եմ, որ Քրիստոսի խոսքը, ինչպես նա էր ասում, իմ խոսքը կյանք ու հոգի է։ Մտնելով իր խոսքը մեր մեջ, հենց ձևավորում է ամեն մի խոսք, եթե դա հավատարմության մասին խոսք է, եթե դա յուրաքանչյուր ուրիշ որակների պատվիրաններ պարունակող խոսք է, դա մտնելով մեր մեջ, դա մեր մեջ հենց կառուցում է այն, ինչի համար ուղարկված է։ Եթե դա նորից Աստծո վախի մասին խոսք է, ուրեմն այս խոսքը սնվելով ու ես իմ ամբողջ բանը ես կաշխատեմ կարճ լինել, բայց ամբողջ իմ ցանկությունը, որպեսզի Աստծո խոսքը, ինչպես որ երբ որ մենք կերակրվում ենք, ու լավ կերակուրը ես նույնիսկ սուրճի մասն եմ ասում, նա երբ որ հետ համ է թողում, հա գիտեք այդ բառը պոստլիվկուսիա, այն որ ասում են թող համը բերանի մեջ մնաց, հա, տենց ոչ թե զզվացնում է, այլ նորից ցանկություն է առաջացնում, այլ Աստծո խոսքը որպես հոգևոր սնունդ, այդ պետք է այդպեսին լինի, եթե սա վախի մասին խոսք է, սա պետք է հաճելի լինի եւ մյուս խոսքը ասեմ, Եսայա 33 գլուխը 6-րդ խոսքը, որտեղ գրված է, որ եւ Աստծո վախը ձեր համար գանձ կհամարվի։ Կգա քո համար Մարգարեն ասում է, կգա քո համար այդ ժամանակները, կգան այդ ժամանակաշրջանները, խոսում է Իսրայելին։ Եվ այնտեղ լավ այսպիսի օրհնությունները, խոստանում, մարգարեական օրհնություններ եւ վերջում եզրափակում է, որովհետեւ կամ Աստծո վախը գանձ կհամարես։ Աստծո վախը գանձ կհամարես։ Դուք գիտեք, մի կողմից ես միշտ դա ասում եմ, որ դա նույնիսկ բոլոր ուրիշ վարդապետությունների մեջ կամ քարոզների կամ ուրիշ տրամաբանության մեջ ոչ մի անգամ գանձերը գետի վրա, հողի վրա, գետնի կամ փողոցի վրա ընկած չեն։ Բոլոր գանձերը, բոլոր թանկ բաները դրանք միշտ ընդերքում են, դրանք ավելի խորն են, չգիտեմ դա
ի սկզբանե ատենց եղել, թե հետո մեղքի պատճառով, բայց մենք չենք կարող անցնենք ու գանձեր տեսնենք, էլի, սենց ընկած ոսկի, արծաթ, կամ էլի ոնց են կոչում պալեզնի իսկապայմը, չգիտեմ այդ հայերը ոնց է հանածոներ, այո, օգտակար հանածոներ, թանկ հանածոներ, դրանք շատ խորն է, որպեսզի խորքից անել պետք է խորանալ։ Մեր քրիստոնեական կյանքը չի ընդհանրում մակերեսորեն, թռուցիկ, սենց կներեք այդ բառը թեթևսոլիկ վերաբերվում Աստծո խոսքին ու Աստծուն։ Մեր Աստծուն պատվել է, Աստծո հետ փոխհարաբերությունները դրանք անպայման ենթադրում են խորություն։ Խորությունը դա փիլիսոփայություն չի, դա բարդ լաբիրինթային հարաբերություններ չեն, դա պարզություն է, դա ազնվություն է։ Որ մենք մեզ հասկանանք, ով եմ ես։ Ու ինչն է այդ իմ ստատուսը, մինչև վերջ հասկացել եմ, որ ես Աստծո զավակ եմ, թե մինչև հիմա այդ այնց բաներ ունեմ, էլի, հələ սենց այս աշխարհի արժեքներից կպած, ինչ կմտածեն մարդիկի մասին, ով եմ ես, ինչ ձևի այկակրաս ասում եմ, էլի, ինչ շրջապատի տղա եմ, մեզ տանջում են անընդհատ այդ գայթակղությունները, այդ կոչումները, որ մենք որպես մանավանդ, մեր ազգի մեջ, մեր առանձնահատկությունների մեջ, հայկական, կովկասյան, մենք այդ բանը չենք ուզում բաց թողենք, էլի, անպայման ուզում ենք հիշեցնենք, որ գիտես ինչ տղա եմ եղել։ Ու ես ուզում եմ ասեմ, որ ես քեզ շատ լավ ընկերոջ անուն եմ տալիս, շատ լավ ընկերոջ։ Աստծո վախը դա անփոխարինելի ընկեր է, Աստծո վախը։ Եվ կարելի է իհարկե սաղմոսները, առակները եւ իհարկե ամբողջ Աստվածաշունչը, հին ուխտը, նոր ուխտը, դրանք լի են այդպիսի Աստծո խոսքի հաստատություններով, որ ինչքան այդ կոչը Աստծո ցանկությունն է, որ մենք իր վախ ունենանք։ Եվ դա ստրկացման process չի, դա մեր ինքնակամ գիտակցաբար պատասխանատու որոշումն է, ցանկությունն է, ինչպես որ մենք հիշում ենք մարգարեությունը, որ մեր Տեր Հիսուսը պետք է ծնվեր, մեր Հիսուսը հիշում եք Եսայա մարգարեն ասում է, եւ նա կծնվի եւ նրա վրա Աստծո հոգին կգա եւ թվում է այդ Աստծո հոգիները եւ վերջում գրած է Աստծո վախի հոգին իջնի նրա վրա։ Եվ մենք հիշում ենք, որ գրված է Եբրայեցիս թղթում, որ երբ որ Հիսուսը աղոթ իրանում հորը, ոչ թե լսվեց այն պատճառով, դե բնականաբար Աստծո զավակն է, միածին որդին է, բնականաբար հենց ինքը Աստված է, հենց ինքը խոսքն է, այլ լսվեց Աստծո երկյուղ ունենալու պատճառով։ Աստծո երկյուղ ունենալու պատճառով լսվեց։ Դրա համար Աստծո երկյուղը սա լավագույն ընկերն է, որ մեր հետ կարող է լինի։ Ու մյուս անունը կտամ, բայց ուզում ասեմ, որ ես դիտմամ եմ ասում ես ընկեր հասկացողությունը, դիտմամ եմ այդ պատկերը բերում, էլի այդ խորհրդապատկերը, որովհետև երբ որ մենք դա ընկեր ենք համարում, մի քիչ յուրաքանչյուր ընկեր ոնց որ պարտավորում է կամ ընկերության տրամաբանությունը փոխհարաբերություններ են։ Մենք չենք մոռանում մեր ընկերներին, մենք չենք կարող ընկեր ունենանք ու 30 տարի չզանգենք ու համարենք, որ դա իմ լավագույն ընկերն է։ Մենք իմ ընկեր Հոյու Վաղիկի հետ մենք երեք ինչ որ տես թաղման հուղարկավորության արարության մեջ էր ու այնտեղ խոսում էին մի մարդու երիտասարդ տղայի, որին հուղարկավորել էին, դա մեր ընկերոջ եղբայրն էր ու նրա մասին ասում էին, որ նա լավագույն ընկեր էր ու բաներ էին ասում, հա տենց միշտ ընդունված է, չէ՞, լավ բաներ ասել։ Լավագույն ընկեր, որտեվ մեզ բաներ էր սովորացնում, կիսում էր, այսինքն ընկերությունը դա պարտադիր փոխհարաբերություններ են, ակտիվ։ Չենք կարող մենք հեռավորության վրա 100 տարի ոչ զանգենք, բան չանենք ու համարենք, որ սա իմ ընկերն է, ասելու բան չենք ունենա, կամաչենք ասենք, էլի, կհասկանանք, որ շատ պայմանական ենք ասում, տենց ձևեր թափելով ենք ասում, դա կեղծավոր է, արհեստական է, բայց ընկերը, այդ երբ որ մենք իրար զանգում ենք, երբ որ մենք տեղյակ ենք, ինչ որ իրադարձություններ լավ թե վատ, որոնք կատարվում են կարևոր թե ոչ կարևոր, ու դրա համար ես այդ ընկերոջ կերպարն եմ, այդ շրջապատի տղեն, էլի, այ լավ շրջապատը Մեկը Աստծո վախն է, որից դու տեղյակ ես ու որը որ քեզանից տեղյակ է, ու ընկերների մյուս բան էսա կասեմ առաջանցնելը, որ ավելի հետաքրքիր դառնա, ու ընկերների այդ գաղափարախոսությունը, ընկեր համարելու այդ իրավունքը կամ այդ հաճույքը, որ մենք ոչ թե ստիպված ընկերներ ենք, այլ մենք հաճույքով ինքնակամ ընկերություն ենք անում, կան սիմպաթիաներ, կան տենց ներքին զգացմունքներ, կա ուրախություն, ցանկություն միշտ իրար հետ լինելու, զվարճանալու, ուրախանալու եւ դա նրա մեջ է, որ մենք մեր ընկերներին հրավիրում ենք մեր ծնունդներին, մեր ինչ որ իրադարձություններին մեր հետ կապված։ Ու ես ուզում եմ մի քիչ առաջ անցնելով ասեմ, ես ուզում եմ ասեմ, այս ընկերը, այն մյուս ընկերոջ անունով որ կտամ, ես ուզում եմ, որ դրանով ապացուցվի, որ ոչ մի ծնունդ, ոչ մի հարսանիք, ոչ մի տեղ, ոչ մի շրջագայություն
մի գնա խնդրում եմ, ես մի քիչ չեմ ուզում դա հրամայական երևա, էլի չեմ ուզում այդ ինչ որ դիրքից, բայց դա ինձ առաջին հերթին վերաբերում, ես ինձ եմ առաջին հերթին ասում, ոչ միտեղ չգնաս առանց իրանց, այ հրավիրի իրանց, առանց Աստծո վախի, ոչ մի ծնունդ, ոչ մի կնունք, ոչ մի ուրիշ տեն, որ հրավիրում են, չգիտես, այդքան էլ լավ տեղ է, թե լավ տեղ չի, դա այդքան էական էլ չի, բայց մի գնա առանց Աստծո վախի։ Մյուս կողմից Աստծո վախը բարեկամ ունի։ Հիշում եք, ասում է իմաստության սկիզբը դա Աստծո վախն է։ Սա էլ է լավ ընկեր։ Սա միգուցե չգիտեմ, մորքուրի տղա է, վախին, թե հարազատ եղբայրն է, ոնց կուզես, բայց այդ ոնց որ տենց մտնումա մեջ է, էլի, ռուսերեն ասում են прилагается։ Հայերեն չգիտեմ ոնց որ հա ավելացում է, հա, տենց ոնց որ վախը կանչում ես, իմաստությունն էլ հետն է։ Այն որ ասում եմ, ես արուսն էլ հետս է, չէ՞։ Մարդիկ ովքեր հիշում են բարձր սերունդի մարդիկ պետքա որ հիշեք, որ հարսնացուն հյուսեսից։ Այ եթե մենք ասում ենք Աստծո վախ, ուրեմն դա իմաստություն է։ Իմաստության սկիզբն է։ Դա լավագույն ընկերներն են, հավատացեք, ճիշտ հասկացեք, ես չեմ ասում, որ սա միակ ճշմարիտ բանն է, որտեղ մեր բոլորիս համար ամեն մեկս մեր ունենք ընկեր, որի անունը սերը, որի անունը արդարություն է ու իմաստություն, էլի շատ ընկերներ։ Ես ուղղակի վկայության հիմքի վրա եմ ասում, ես ասում եմ այն, ինչի համար ես հասկացա, որ ես պատրաստ չեմ այդ վերակենդանացման բաժում, Պողոսի նման ասեմ։ Աստված ջան, փառք Աստծո այսօրվա համար, եթե այսօր դու ինձ վերցնում ես կոչումս կատարված եմ, ընթացքս անցված եմ, հավատքս պահպանված եմ։ Ցավոք սրտի ես չկարողացա ասեմ, ու դա լաց էր իմ համար։ Ու դրա համար ես հասկացա, որ ես այդ ընկերների կարիք ունեմ, որտեղ ինչքան որ մենք մոտենում ենք փրկության, հիշում եք, ես ասի, որ սա է պատճառը, ինչի եմ ասում դա։ Ինչքան որ մենք մոտենում ենք մեր փրկությանը, ինչքան որ այդ օրը, այդ X օրը մոտենում է, ու մենք իրականում դա տրամաբանություն է, դա հասարակ մաթեմատիկա է։ Ամեն օր, երբ որ ես ապրում եմ, այն իմ փրկության, ապաշխարության օրից ավելի մոտիկանում է իմ փրկությանը, դա 2 գումարած 2-ս։ Ամեն օրը վաղը ես ավելի մոտիկ կլինեմ փրկությանը։ Դրա համար կարևորը ոչ միայն մոտիկանալն է, կարևորը այդ վստահությունն է, որ մենք վստահ լինենք Աստծո մեջ։ Դա ինքնավստահություն չի, դա ինքնաներշնչանք չի, դա ինքնաբավարարվածություն չի։ Դա վստահությունն է արդարության մեջ, դա վստահությունն է հավատքի մեջ։ Մեր հավատքը դա Աստծուց ինչ-որ բան կորզելու այդ գործիքը չի։ Մեր հավատքը դա արդար լինելու հիմքն է։ Մենք հավատացինք, դրա համար արդար համարվեցանք։ Իսկ արդարությունը հավատ կորցնելը դա արդարություն կորցնելն է։ Արդարություն կորցնելը կորցնել մեր անմեղությունը Աստծո առաջ։ Կորցնել վստահությունը, որ փրկված ենք, թե փրկված չենք։ Դա սա արդեն աստվածաբանություն է։ Դրա համար Աստծո վախը, ես պարկած եմ, ես գիտեի, որ Աստծուն շատ եմ սիրում։ Ես պարկած եմ, ես գիտեմ, որ ես Աստված ինչքան լավ ինձ իմ անցյալում հիշողություններ կա Աստծո հետ կապված, օծության հետ կապված, վերապրումներ հետ կապված, ես դրա մեջ չէի կասկածում։ Ես չէի կասկածում, սիրում եմ ես Աստծուն, թե չէ։ Բայց ես կասկածում եմ, ունեմ բավական Աստծո վախ։ Որովհետև գրված է արդարը քաջ է առյուծի նման։ Իսկ ամբարիշտը փախնում է, երբ որ իր հետևից ոչ մեկ էլ չի ընկել։ Արդարության օպցիաների մեջ առաջի վարքյանից, երբ որ մենք արդարացանք, այդ արդարության օպցիաների, չգիտեմ, այդ բառը հասկանալի է, հա, այդ հեռախոսներին ասում են օպցիաներ կա, չէ՞, այտենց գործարանային օպցիաներ կա։ Այդ արդարությունը առաջի վարքյանից իր մեջ քաջություն, համարձակություն է պարունակում։ Միգուցե ակտիվանալու կարիք ունի, ակտիվացնելու, բայց դա միլիոն տոկոսանոց ճշմարտություն է։ Արդարը պետք է համարձակ լինի առյուծի նման։ Հարցը այն չի, որ մենք ուղղակի սարսափելի ուժի տեր մարդիկ ենք ու կռիվ ենք անում ու չենք վախենում ուրիշներից։ Բոլորովին դրա մասին չի խոսքը։ Բայց միևնույնն է կա այդ համարձակությունը, վստահությունը Աստծո մեջ, Աստծո խոստմունքների մեջ, Աստծո պաշտպանության մեջ։ Եթե ես գալիս եմ մահվան շեմին ու տեսնում եմ, որ այդ վստահությունը, այդ համարձակությունը կորել է, ես ուրեմն եզրակացություններ եմ անում։ Ու այդ եզրակացությունը դա, որ ես կարևոր ընկերներ չունեմ, կարևոր շրջապատի հարց լուծող տղերք պակասում են իմ կյանքում։ Հարց լուծող տղերքը ոնց որ այդ չկային այդ 4 օրը։ Ու ես ասացի Աստված իմ, ես ուզում եմ սիրեմ, ես ուզում եմ իրոք գանձ համարեմ քո երկյուղը, ինձ սովորացրու քո երկյուղը։ Սովորացրու, ինչու՞մն է դա, ինչպես ուժ կտաս ատելու մեղավորությունը բոլոր փաթեթներով, բոլոր ֆանտիկներով։ Ինչքան էլ դա գեղեցիկ փաթեթավորված լինի անօրենությունը, այդ գայթակղությունները, կրքերը, մի ամբողջ Աստվածաշունչը խոսում է դա դրա մասին, թե հարցն այն է, որ գիտեք ինչ, կան մեղքեր, որոնք ընկած են մեր հետևից, կան մեղքեր, որոնց հետևից մենք ենք ընկած։ Մենք ենք ուզում կպնենք, կան մեղքեր մեզ են ուզում կպնեն, ու ոչ բոլոր մեղքերն են
զզվելի իրանց այդ մոտեցումներով, հա, տենց բան էլի, սենց ամպիտան, որովհետև գրված է, որ սատանան իր մոլորեցության այդ կարողությունը սարքել է պրոֆեսիոնալիզմ, արվեստ, ռուսերեն գրված է խիտրը իսկուսство обольщения, մոլորության խորամանկ արվեստ, ու մոլորվածության գլխավոր տրամաբանությունն նրա մեջ է, որ մոլորված մարդը չի հասկանում, չի գիտակցում, որ ինքը մոլորված է։ Այդ այնց աֆյորա է, էլի այնց, որ քեզ խաբել են ու դու կամ ես չգիտեմ, որ ես խաբված եմ։ Ու մեղքն էլ է այդպեսի։ Մեղքը ունի զզվելի մաս, բայց ունի հաճելի փաթեթավորում ունի։ Ու դրա համար Աստծո վախն է, որ տալիս է մեզ այդ իմաստությունը, բոլոր ֆանտիկների մեջ, բոլոր փաթեթների մեջ ատել մեղքը։ Կան կոնֆետներ, գիտեք, շատ գեղեցիկ, դա մարքեթինգային քայլ է համարվում։ Սիրուն փաթեթավորում, բայց մեջի շոկոլադը անհամար, լավը չի, էլի, էժան շոկոլադը։ Մենք հիշում ենք մեր այդ կոմունիզմի տարիներին, ես դա չեմ գովերքում իհարկե, բայց այն ժամանակ ֆանտիկները շատ վատն էին, անորակ էին, էլի, սենց ինչ որ ամենավատ թղթերից, բայց շոկոլադը շատ համով էր։ Հիմա փոխվել է, բաները շատ է փոխվել։ Այնպես որ Աստծո վախը, դա լավագույն ընկերներից մեկն է։ Դա հավատացեք, եթե մի քիչ ավելի մեծ հասկանալի է, հարց լուծող է։ Իրոք հարց լուծող է։ Եվ երկրորդ ընկերոջ մասին ուզում եմ խոսամ, դա մի քիչ հայերենում ուրիշ այդ խոսքը թարգմանված, բայց ռուսերենում ու իր բոլոր թարգմանությունների իմաստով դա ավելի մոտիկ է, օրինակ գրված է Ծննդոց 6-րդ գլխի 9-րդ խոսքում։ Հայերենում գրված է, որ Նոյը արդար մարդ էր ու կատարյալ մարդ էր, Աստծո վախ ունեցող մարդ էր։ Կատարյալը ռուսերենում գրված է մի հատ բառ, որ ես շատ եմ սիրում այդ բառը, շատ։ Նա կոչվում է նիպարոչնի, անարատ, մաքուր։ Ահա երկրորդ ընկերոջ անունը, անարատությունը կամ մաքուր սիրտը։ Հոբի մասին առաջի գլխում, առաջի խոսքը, կար այսպեսի մի մարդ, Հոբ գրված է այնտեղ։ Էլի հայերեն Աստվածաշնչում գրված է կատարյալ էր։ Ես կատարյալ բառին դեմ չեմ իհարկե, դա շատ է սազում, բայց մենք երբ որ ասում ենք կատարյալ, պատկերացնում ենք Աստծուն կատարյալ, իր բոլոր դրսևորումների մեջ, ամեն ինչի մեջ, իր ամենակարողության մեջ, մարդու հանդեպ մենք չենք կարող ասել, հա, Աստված ամենուր է, դա իր կատարելության ապացույցն է, մարդիկ ամենուր չեն միաժամանակ։ Դրա համար կատարյալ բառը ես համաձայն եմ որպես հասուն մարդ միգուցե, որպես բոլոր մյուս մարդկանցից ավելի լավ, ավելի մոտիկ Աստծուն, բայց այդ ռուսերեն թարգմանությունը գրված է այդ անարատ մարդ էր։ Был человек Иов, непорочный, կար մարդ անարատ էր, պարոկ, արատ չուներ, բիծ չուներ իր մեջ, մթություն չկար, խավար չկար։ Ու Աստված գոհանում է, Աստված ասես թե պարծենում է, ասում է տեսել եք ինչ ծառա ունեմ, ինչ մարդ ունեմ, անարատ է, ոչ մի մեղք, ոչ մի թերություն չունի։ Ահա երկրորդ ընկերը։ Սրանք ամենալավ ընկերներն են։ Ես իհարկե ժամանակը մոտենում է, չեմ ուզում շատ ժամանակ ծախսեմ ու բոլոր հնարավոր տեղերը ասեմ, նույն բանը 14-րդ գլուխ հայտնության գրքում 5-րդ խոսքը, որտեղ խոսում է 144,000, չգիտեմ ինչքանով է դա սիմվոլիկ, թե բառացի այդքան մարդ էին, բայց նրանց մասն էլ է խոսում, որ ահա նրանք, ովքեր մշտապես մեր Տեր Հիսուսի հետ էին, եւ նրանք չեն պղծվել, եւ նրանք անարատ էին, նորից ռուսերեն նիպարոչնի, ու այս անգամ հայերենում էլ է գրված անարատ բառը։ Եվ նրանք անարատ էին, Աստծո գահի առաջ կանգնած անարատ, նրանք չպղծվեցին։ Այդ Աստծո գահի առաջ կանգնելու այդ անպայման նախապայմանը, պահանջարկը, նրանք անարատ էին, սրանք լավագույն ընկերներն են։ Ես այդ անարատ բառը ինքան սիրեցի, նենց էի ուզում իմ ներսից վերապրել, ես հասկանում եմ, որ իմ անարատության օրինակը, գլխավոր այդ ամենաբարձր այդ ստանդարտը չափանիշը, ես հասկանում եմ, որ դա Հիսուսն է։ Ու ես ասում եմ, իմ Տեր, ես նենց կուզեի իրականում ներսից, այսինքն վերապրեի, ռուսերեն կա այդ աշուշյաց, հա, այդ բառը, ասենց ոնց որ մաշկիս վրա զգայի, իմ կաշվից վրա զգայի, ինչպիսին ես դու, երբ որ դու անարատ ես, ոչ թե երբ որ
նա մշտապես անարատ է, բայց ես ուզում եմ ներսից հասկանամ դա։ Այ ոնց որ են մաքուր լողացած դուրս ես գալիս ու հագնում ես մաքուր նոր գնված ինչ որ հագուստ ու դա ինչքան հաճելի է, չէ՞, որովհետև շատ վատ է, երբ որ մաքրված մարդը դուրս է գալիս լողանալուց հետո ու վրա քրտնած ինչ որ կներեք, էլի, այդ պատկերացումների համար քրտնած սառոճկա, կեղտոց, են սևացած վզով։ Դա ինչքան հակասություն է, չէ՞, դա տհաճ է մարմնի համար, որովհետև սազում է մաքուր մարմնին մաքուր վերնաշապիկ։ Սազում է այդ նույն ձևով մեզ, մեր արդարությանը, մեր կյանքը, մեր հոգին, մեր փրկությունը, մեր փոխհարաբերությունները, դրանք պետք է անարատ լինեն, մաքուր սիրտ լինեն։ Սրանք այս ընկերների մասն եմ ասում։ Չի, ես այդ սիրահարվել եմ այս բառի վրա, ես ուզում եմ, որ այս խոսքը կենթանանա իմ մեջ, ասում եմ, ես իրոք իմ մշտական նպատակն է եղել, ես չեմ ուզեցել ուղղակի այսպես քարոզող գլուխ լինեմ։ Ուղղակի գիտեք, այնպես գլուխ ես տեսնում, ասենց անընդհատ խոսում է քարոզներով։ Ես կուզեի մի բառ ասեի, բայց այդ բառի մեջ կյանք լիներ։ Աստծո խոսքը որպես նկատի ունեմ, որ կյանք լիներ, հոգի լիներ, որ դա ներգործեր, որ դա իրոք սենց մեր մեջ այդ հետ համեստ բանաներ, էլի այդ ցանկությունը։ Այ էլի եմ ուզում, այդ սովը, քաղցը, այ ես իմ համար եմ ասում, ես չեմ ասում, որ դառնամ այդպիսի ճանաչված մարդ այդ իմաստով, հա, որ գիտեք, հենց որ ինքը քարոզում է, բոլորս ծարավանում ենք, այդ չնայած վատ բան չկա դրա մեջ, բայց բոլորիս է դա վերաբերվում։ Որ մենք չաչանակներ չլինենք կներեք, էլի, փիլիսոփաներ չլինենք, որոնք դատարկ բառեր ենք ասում, գլուխները ուռացնում են, բայց ներսը ոչ մի բան չի կատարում։ Այլ հենց դրա մեջ է ամբողջ շեշտը դրա մեջ է, որ Աստծո խոսքը մտնելով մեր մեջ պետք է մեր մեջ ձևավորի Աստծո ներկայությունը։ Իսկ Աստծո ներկայությունը դա ասես թե դու գիտես ինչ է Աստված զգում։ Աստված իր ներսում ինքնազգացողություն ունի, Համաձայն եք, որ դա ռոբոտ չի, մեխանիզմ չի, դա այդպես ինչ որ նեյտրալ, ինչ որ անհասկանալի սուրբ մշտական վիճակ չի, սենց դա միևնույն է, նա իր մեջ վերապրումներ ունի։ Մենք ասում ենք самочувствие, հա, ինքնա, ասում են, այսօր նենց վատ եմ ինձ զգում, ինչ է կարծում, ոնց է Աստված իրան զգում ներսից։ Փառքով լցված, փառքից հյուսված, հա, տենց ինչից է բաղկացած Աստված, որովհետև նա մեր նման մարմին չունի, նրա մոտ թոքեր, երևի չկան պոճկաներ, դա մեր մարմինն է ֆիզիկապես, գրված է, որ նրա, եթե մենք ստանալու ենք փառավորված մարմին, այդ նշանակում է, որ նա է փառավորված։ Նրա մարմինը փառավորված է, դա ամորֆ մարմին չի, դա ասենց տաձև բան չի։ Նա ունի ձեռքեր, ունի ոտքեր, որտեղ մենք նրա նմանն ենք։ Ու մեր ձեռքերի, ոտքերի արկայությունը խոսում է, որ Աստված էլ ունի ձեռքեր, ոտքեր։ Բայց իր ներսը, իր մարմինը լցված է փառքով, սիրով, ուրախությունով, զորությունով։ Ու դա է իր ինքնազգացողությունը։ Ինչ պետք է ազգա անձը, որը որ լցված է փառքով։ Կամ արդարությունով, կամ սիրով, կամ ողորմությունով։ Ու երբ որ ես ասում եմ այդ անարատության մասին, սրբության մասին, ես հասկանում եմ, որ դա բացի նրանից, որ դա դավանանք է, բացի նրանից, որ դա պատվիրան է, բայց դա վերապրում է, մենք ներսից վերապրում ենք։ Որտեվ նույն ձևով, երբ որ մենք ասում ենք մենք ունենք ուրախություն, կամ Աստված մեզ խաղաղություն է տվել, դա ներշնչանք չի։ Դա փիլիսոփայություն չի, դա գործող ճշմարտություններ են, որոնք մեր մեջ կառուցում են մեր ներսի իրականությունը։ Դա ներկայություն, դա մթնոլորտ է դառնում ու այդ ժամանակ մեր մարմինը ոչ մի անգամ հերմետիկ չի փակում մեր ներսի այդ հոգևոր մթնոլորտը, դա անպայման դուրս է գալիս, ինչպես որ Աստծուց ինձ ամպի նման դուրս է գալիս իր փառքը, ու Աստծուց ամպի նման դուրս է գալիս իր սրբությունը, իսկ ինձանից, իսկ մեզանից, իսկ կա մեր մեջ այդ անարատության զգացողությունը։ Ու ես այդ եմ ասում, ես սիրարվել եմ ու ուզում եմ ասել, ինչպիսին է դա, ինչպիսին է չունենալ խավար մտքեր, ինչպիսին է չունենալ մանր այդ, որ ասում են ռուսերեն ասում մելոչնություն չունենալ, ինչպիսին է լինել մեծահոգի։ Ու երբ որ ես խոսում եմ մաքուր սրտի, սրբության, անարատության մասին, ճիշտ հասկացեք, ես նկատի չունեմ միայն սենց երևացող հայտնի, այսպիսի հայտնի մեղքեր, էլի, ծխել, խմել, շնություն անել, կամ գողություն անել, կամ հայհոյել։ Այո, դրանք սարսափելի մեղքեր են, բայց սրբությունը Աստված սուրբ չի, որովհետև երբևիցե ոչ մեկին չի հայհոյել։ Հասկանում եք, Աստծո սրբությունը դրա վրա չի հիմնվում, որ ինքը ոչ մեկին չի սպանել։ Եթե ուզում եք իմանալ, սպանել է։ Չեմ ուզում վախացնեմ, բայց դա հետո միգուցե կարդաք մի օր իմանաք, որ տենց կա, որ Աստված սպանեց ինչ որ մեկին, որ խախտեց Աստծո կամքը, կպավ ինչ որ մի բանի, որ չպետք է կպներ, ասենք թե մոտարապես, չեմ ուզում երկարացնեմ։ Բայց Աստված չի համարվում սուրբ, մենք այսօր երգում ենք 2-3 սրբության մասին, որովհետև երբևիցե մեկին չի սպանել։ Վերջին 3000 տարում ոչ մեկին չի սպանել ու վերջին 3000 տարում սուրբ է։ Նա սուրբ է, որովհետև ներսում իր մոտիվների, դրդապատճառների մեջ, իր մտքի մեջ, իր արժեքների մեջ, իր ամեն ինչը
ինչ որ նա կա, ինչպես դրսևորումը արտահայտվում է, դա մաքրություն է, կատարյալ սուրբ, լույս է։ Ու դա ես կոչ եմ անում սիրել այդ խոսքը, սիրահարվել, ձգտել, ասել ես նենց եմ ուզում իմանամ, ի՞նչ է դա, ի՞նչ է Աստծո վախը։ Հիշում եք նորից ասացի, որ Աստծո վախը գրված է, որ Քրիստոսի ախորժակն է, տենց հետաքրքիր բառ է տալիս։ Ռուսերեն աստվածաշնչում չի գրված ապետիտ, բայց հայերենում լավ բառ է, այ Աստծո վախ իմ ախորժակն է։ Աստծո մաքրությունը, անարատությունը, դրանք լավագույն ընկերներն են, սրանք երկու մշտական ընկեր են, ոչ միտեղ չգնաս առանց իրանց, ես ինձ էլ եմ ասում։ Միշտ հիշի, որ այն ընկերները, որտեվ մի նեղացրու, որ ասեն, բայց գնացիր ընդ ինչի մեջ չկանչեցիր։ Այ ես ու հոյու վաղիկը, հոյու Արմենը մենք արանք տենց բան ենք, էլի, ռուսերեն ասում են, վազմուշյացալ ենք, ասենք, ես ծնունդ ես անում, ինչ չես կանչում, ասենք թե, էլի, ընկերական, չեմ ասում, որպես սենց իրոք բան, էլի, սենց պահանջարկ, որովհետև դա է ընկերության տրամաբանությունը, որ մենք իրար հետ ենք, մենք ուզում ենք իրար հետ լինել, մենք իրար հետ միգուցե խաղում ենք, միգուցե նու տարբեր, էլի, հասկացողություններով, ծիծաղում ենք, բաներ ենք կիսվում, իրար օգնում ենք միգուցե, սիրտ ենք թափում պրոստը, այնքան որ կարևոր է, որ ինչ որ մեկը լսի։ Ու ինչ որ մեկը դա ինչ որ, չգիտեմ, էլի դրսի պատահական մարդ չի, դա ընկեր է, մոտիկ ընկեր, որը որ դա քո գլխին չի սարքի, հետո փորձանք քո լսածները։ Ինչպես որ մենք Քրիստոսին ենք համարում տենց ընկեր, համաձայն եք։ Բայց պատկերացման համար լավ է որ տեսնենք, որ Աստծո վախը ու անարատությունը դրանք մեր լավագույն ընկերներն են, դրանք մեր շրջապատում հարց լուծողներ են։ Եվ Մատթեոս բնականաբար երանելության քարոզների ժամանակ 5-րդ գլուխը 8-րդ խոսքը Քրիստոսը ասեց երանելի են սրտով մաքուրները, որտեղ նրանք Աստծուն կտեսնեն։ Ես մի կարճ պատմություն պատմեմ ու կավարտենք դրանով։ Ես չէի ուզում ինչ որ sense խորը դա հասարակ ուղերձ է, եթե զգում եք, հասարակ։ Սա եկեղեցու շինարարության համար, որպես վիտամիններ, որպես այսպես կառուցողական սա պետք է որ մենք իմանանք։ Ես տարիներ առաջ մի հատ պատմություն է, որը ֆիլմ են նկարահանել այդ պատմության մասին, կա այդպիսի առեղծվածային կամ շատ լեգենդար հայտնի մարդ միջնադարում մոտարապես 5-րդ դարերում վստահ չեմ, դա Պարսկաստանի հայտնի բժիշկ էր Ավիցեննա անունով։ Լսել եք երբևիցե։ Ավիցեննան դա երևի ամենահայտնի այդ միջնադարի կամ ավելի շուտ նույնիսկ գտնվող էջանակ բժիշկ էր, որը որ մոտարապես այդ Իրան, Պարսկաստան հայ այդ տերիտորիաների վրա, որը որ ուներ աշակերտներ, որ աշխարհի բոլոր տեղերից լսելով նրա բժշկական կարողությունների մասին գալիս էին որպեսզի աշակերտներ դառնային։ Ու այս պատմությունը մի քրիստոնյա Եվրոպայից քրիստոնյա տղայի մասին պատմություն է, որը որ ուզում է գնա այդ ուզում է հասկանա ինչ է բժշկությունը, ինչպես կարելի է մարդկանց օգնել, նա սիրում է Աստծուն ու որոշում է գնալ սովորել այդ Ավիցեննայից բժշկության այդ գաղտնիքները։ Բայց քանի որ նա հասկանում է, որ այդ տեղը, որտեղ որ նա ապրում է Պարսկաստանը եւ բոլոր այդ տերիտորիան, դա մահմեդականների, տերիտորիան է, նրա համար նա հրեա է ձևացնում իրան։ Գալիս է գտնում է այդ Ավիցեննային, դառնում է նրա աշակերտը, ես շատ կարճ եմ էլի պատմում, իհարկե առանց մանրամասների, դառնում է նրա աշակերտը ու ընկերանում է այդ աշակերտներից մի 3 հոգի, որից մեկը պարսիկ է, մեկը արաբ է ու ինքը իր մասին որ մտածում են, որ ինքը հրեա է։ Ու ամեն անգամ այդ մահմեդական ընկերներից մեկը, որ իրանք մոտիկացել են ու անդադ դասեր են գնում, աշակերտում են, հատ են սովորում են, պրակտիկա են անցնում, բժշկում են, դա շատ հետաքրքիր ֆիլմ է, ու այդ ամեն անգամ այդ մահմեդականներից մեկը, ու իսլամ հավատացող էլի, հատ այնց Ալլահին հավատացող մեկը, անընդհատ հարցնում է, ոչ թե հարցնում է, ասում է, այ երբ որ գա ժամանակը, երբ որ գնամ ես իմ դրախտը, ասում այնտեղ կլինեն, չեմ հիշում քանակը, այդքան էլ դա կարևոր չի, բայց կլինեն միշտ 19 թե 21 կույսեր, որոնք որ ռուսերեն այսպեսի բառ կա, ուբլաժать։ Իրանց այդ հավատքը, հավատքի մեջ, այդ իրանց դրախտի այդ վերելքը, դրախտի երանելությունը նրա մեջ է, որ կան կույսեր, որոնք պետք է գան բոլոր դրախտ ընկած մահմեդականներին հաճույք պատճառել։ Չեմ ուզում պատկերացնել, թե դա ոնց է կատարվում, բայց ամեն դեպքում իրանք այդ բառ ունեն, դա իրանց մահմեդական ուսմունքն է, իրոք, որ իրանք երբ որ գնում են դրախտ, իրանց դրախտում կույսերը հաճույք են պատճառում, հաճոյացնում են։ Ու ինքը անընդհատ դա խոսում է ու մի օր պատտվում է այս հրեային, որը որ իրականում քրիստոնյա է, ու ասում է դու ինչի՞ չես պատմում, քո դրախտում ինչ կա։ Քո դրախտի բանը որն է, էլի այդ
հաճույքը։ Ինչա քո դրախտում։ Ես այդքան ասում եմ, որ մենք պատրաստում ենք գնանք դրախտ, որպեսզի մեզ հաճոյացնենք ույսերը, իսկ քո դրախտի առավելությունը ինչու՞մն է։ Ու այդ տղան ասում է, ես Աստծուն կտեսնեմ։ Աստծո երեսը կտեսնեմ։ Ես առաջի անգամ որ դա նայեցի, ես մի կես ժամ լացում էի լսելով այդ բառը։ Հիմա էլ եմ ուզում լացեմ, բայց զսպում եմ ինձ։ Չեմ ուզում լացկան երևամ ձեր առջև, բայց Աստծո երեսը կտեսնենք։ Մեր գլխավոր ամենակատարյալ բանը մեզ համար երկինքը դա ռուսերենում կա դաստապրիմիչательность, գիտեք, հա, ոնց է այդ բառը թարգմանվում։ Տեսարժան այո վայրեր։ Մենք երկինք չենք գնում որպեսզի տեսարժան վայրեր, մտածելով որ այնտեղ սիրուն տենց բաներ կան, չգիտեմ, թե շինարարություններ, թե բնական բաներ։ Մեր ամենագլխավոր երանելիությունը, ամենագլխավոր այդ ձգտումը, ինչը որ մեզ ամենագլխավոր պատասխանն է, մեր կուլմինացիան է, մեր հավատքի, մեր երանելիության, որ մենք Աստծո երեսը կտեսնենք։ Ու Հիսուսը դա է ասում, երանելի են սրտով մաքուրները, երանելի են անարատները, երանելի է ում ընկերը անարատ անուն ունի։ Սուրբ, մաքուր սիրտ անուն ունի, ով որ տենց ընկեր ունի, ով որ տենց շրջապատ ունի, որտեղ նրանք Աստծուն կտեսնեն։ Ու Մովսեսը ասում էր, ինձ ցույց տուր քո երեսը։ Ցույց տուր քո երեսը, եթե ես բարեհաճել եմ քեզ, եթե ես հաճելի եմ քեզ, եթե սա իրականում մենք ընկերներ ենք, որտեղ ինքը Աստված էր խոստովանել դա, որ Մովսեսը իմ ընկերն է։ Խնդրում եմ, ցույց տուր ինձ քո երեսը, ցույց տուր ինձ քո փառքը։ Եվ մի օր Մովսեսի շուրթերով Աստված հայտարարեց, ասեց, այսպես աղոթեք Իսրայելի ժողովրդի համար, այսպես օրհնեք դուք քահանաներ, աղոթեք, որ ես իմ երեսը փայլացնեմ ձեզ վրա։ Սրտով մաքուրները Աստծուն կտեսնեն։ Սա եւ լացելու է եւ հրճվելու է, սա մեր երանելությունն է։ Սա ամեն։ Դրա համար թանկագին ընկերների անուններ տվեցի։ Իհարկե դուք գիտեք դրա մասին։ Միգուցե շատերդ ավելի մոտիկ, ավելի ծանոթ եք, քան թե ես։ Ու ես շատ ուրախ եմ, դրանից չեմ նախանձում, ես արդեն ասեցի, որ ընդհակառակը, ես դրանից կոտրվել էի, որ մի օր հասկացա, որ իմ շրջապատում, իմ կյանքում հարց լուծողների մեջ պակասում են ամենակարևորները։ Ինչքան որ ես չգիտեմ արդեն, ես այդքան վստահ չեմ։ Ես 57 տարեկան եմ ու չգիտեմ ինչքան է ինձ տրված, ինչքան Աստված ողորմեց։ Հələ մինչև վերջ ես մինչև հիմա դեռ պետք է գնամ բժիշկների մոտ ստուգվեմ։ Ես չգիտեմ ինչքան է ինձ մնացել մարմնում ապրելու օրերը։ Բայց ես արդեն գիտեմ, որ եթե իմ ընկերները իրոք, եթե Աստված տեսնի, որ սուրբ սիրտը, մաքուր սիրտը ու Աստծո վախը դրանք իմ ամենամոտիկ ընկերներն են։ Դրանք իմ ուղեկիցներն են, դրանք իմ գարանտիան են, դրանք իմ թիկնապահներն են։ Ծնունդի գնամ, հարսանիք գնամ, Եվրոպա գնամ շրջագայելու, թե մենակ լինեմ փողոցում, թե գեղեցիկ աղջիկներ տեսնեմ, սենց բան հակած շորեր, հա, տենց կապ չունի, թե ինչ որ մեկից հավաքվենք ուզենանք խոսանք, որ այս մեկը դուրս չի գալիս, սա սենց, ամեն տեղ ինչ իրավիճակի մեջ ես կուզեի, որ իմ ընկերները, ովքեր որ ձևավորում են իմ դրդապատճառները, իմ լեզուն, իմ լեքսիկոնը, իմ այդ սրտի դիրքը, ես կուզեի, որ դա Աստծո վախը լիներ, որպես գանձ ու անարատությունը, այսինքն մաքուր սիրտը։ Դրա համար այսօրվա մեր աղոթքի ու կամ կոչի այդ տրամաբանական վերջը, որ մենք իրոք աղոթենք իրար հետ, ու նորից եմ ասում, տենց չի, որ ես վստահ եկել եմ, ասես թե դուք առաջի անգամ եք լսում։ Բնականաբար, ստեղ լինելու ապացույցը դա Աստծո վախը ու մաքուր սիրտը, Աստծո սերը պետք է լինի։ Դրանք բարեկամ հոգիներ են։ Չի կարա տենց լինի, որ ինձ Աստծո սերը կա, մնացած բաները պետք չեն, մնացած բաները դրանք անպայման կան Աստծո սիրո մեջ։ Դրա համար Աստծո սերը, Աստծո երկյուղը թող ախորժակ լինի, թող դա մեր քաղցը լինի, ու թող այս խոսքը, երբ որ մենք աղոթենք մտնելով մեր մեջ, այ բացվի, ընդարձակվի, ամենայն խորը, տեսանելի թե անտեսանելի դրդապատճառներից սկսած, արժեքներից սկսած, ճաշակից սկսած, ամեն ինչը որ մեզ դրսևորում է մարդկանց առջև ու ամեն ինչը ինչ որ մարդիկ չեն տեսնում, բայց Աստված տեսնում է ու գրվում է գիրքը։
թող ամեն ինչը դուրս գա մաքուր սրտից։ Լավ տղերք եմ առաջարկում ձեզ, լավ ընկերներ, լավ շրջապատ։ Լիքը լավ շրջապատի մարդիկ ձեզ չեն օգնի Աստծո դեմ կանգնելուց առաջ, բայց այս երկուսը սրանք անպայման գարանտիա են, անպայման։ Չեն դավաճանի մեզ, ոչ մի անգամ չեն մերժի մեզ, չեն հրաժարվի մեր հետ գնալու, որ մեզ պաշտպանեն չարից, անօրենությունից, կրքերից, գայթակղություններից։ Ու միշտ իմաստություն կտան Աստծուն սիրելու, ու Աստծո ձայնը լսելու։ Հետեք մենք աղոթի համար կանգնենք։